Դառնանք Նիկոլ Փաշինյանի այսպես գյուղերը դռները ընկած ուրեմն քարոզարշավին նոր մարտավարություն է ուրեմն մշակված մարտավարությունը հետևյալն է մենք տեսնում ենք չէ սենց քաղաքացիներ են մոտենում որ իբր դժգոհ են Նիկոլից հա բայց իրականում ամբողջ ենթատեքստը այն է որ դու հզոր ես ասում են իբր ասում են մենք այսինչ արեցիր մենք չենք կարողանում գնալ Ռուսաստան մեր ուրեմն թողել եմ հետ եմ եկել որովհետև ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա Պուտինի հետ խոսել այնպես ինչպես խոսեցիր դու իրականում թվում է թե մեր բազմաթիվ հայրենակիցներ էլ այդ կտորը կտրել դրել են որ հլտես քաղաքացին ես ոնց Նիկոլ Փաշինյանի պորտը տեղը դրեց բայց իրականում այդ ամենը բեմականացում է եւ այդ բեմականացման իրական նպատակը այն է որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է որը Պուտինի պորտը տեղը դրեց եւ Պուտինի երեսին շփացրեց եւ էսի փր որ բողոքողներ մոտենում են դրանց գերակշիռ մեծամասնությունը բեմականացում է որտեվ եթե առաջվա նման Նիկոլի վրա շպրտեին պաչող պարավներ դե ասենք դե մարզպետի մորքուրն է համայնքապետի հորքուրի հարսն է եւ այլն ընտրել են իմ կարծիքով բավականաչափ ճկուն տարբերակ բեմականացնում են իբր դժգոհ քաղաքացու հարց որին Նիկոլը բացատրում է որ դա է ճիշտը սա է ճիշտը սա է անկախությունը սա է մեր պետություն պահելու հնարավորությունը որից հետո դժգոհ քաղաքացին մի անգամից սիրահարվում է Նիկոլ Փաշինյանին եւ ասում է որ ես ու իմ ընտանիքը բնականաբար քեզ ենք ընտրելու սա այս մասով եւ քանի որ մենք տեսանք որ Հայաստան է վերադարձել Բաքու մեկնած այո Այո, ես ասել եմ որ սրան հանեք, հասկանում եք այս մարդը, սրա շարասյունը որտեղով անցնում է մահ ավեր ու ամեն մի մահից հետո մենք հիշում ենք իմ լավ ընկեր Արմեն Գրիգորյանին, որ ասում էր սրան հանեք, որ մարդ չմեռնի էլ ոնց ասենք, էլ ոնց ասեր Արմենը, ով մահացավ դատարանում իմ աչքի առջև հիմա